3.5 միլիոն միավոր գիտական գրականության խոշոր պահոց։ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը։ Սա շատ կարևոր իրադարձություն էր, որովհետև շատ լավ առիթ էր նախ ամփոփելու, թե 90 տարիների ընթացքում հիմնարար գիտական գրադարանը ինչ է տվել հայաստանյան գիտությանը եւ գրադարանային աշխարհին։ Եվ պարզվեց, որ բավականին մեծ գործ ենք մենք կատարել ընդհանրապես 90 տարիների ընթացքում։ 90-ամյա գիտական գրադարանը 2025-ին եւս շարունակել է աշխատել իր որդեգրած ռազմավարական ուղղություններով, որոնք խիստ սկզբունքային են արդեն երկար տարիներ։ Դրանցից առաջինը եւ ամենակարևորը մեր հայաստանյան գիտության հանրայնացումն ու միջազգայնացումն է։ Սա այսօր կարևոր ուղղություն է եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս ուղղությամբ աշխատանքներ կարող է կատարել առաջին հերթին հենց մեր գրադարանը։ Երկրորդ ուղղությունն ըստ Գրիգորյանի Գիտությունների ազգային ակադեմիայի բոլոր հրատարակությունների թվայնացումն է։ Սկսել ենք շերտավորել եւ գնում ենք ինստիտուտ առ ինստիտուտ։ Առ այսօր մենք թվայնացրել ենք արդեն Արևելագիտության ինստիտուտի, Արվեստի ինստիտուտի, այս տարի արդեն իրականացնում ենք Պատմության ինստիտուտի հրատարակությունները, դրանք բոլորը նշաճանաչվում են եւ նորից ներառվում են համահայկական թվանշային գրադարանի մեջ։ Ռազմավարական երրորդ կարևոր ուղղությունն էլ հայ տպագիր ժառանգության ուսումնասիրությունն է։ Այս նպատակով գրադարանը գործակցում է աշխարհասփյուր հոգևոր կենտրոնների հետ։ Շատ կարևոր է, որպեսզի հայտնաբերենք այդ գրականությունը, ուսումնասիրենք եւ այն գրքերը կամ այն պարբերականները, որոնք ֆիզիկապես հասանելի չեն մեր հայաստանյան իրականության մեջ, գոնե թվային տարբերակով արդեն հասանելի դարձնենք մեր հետազոտողներին։ Այս բոլոր գրքերը, տպագիր աղբյուրները, դրանք սկզբնաղբյուրներ են, որոնց ուսումնասիրությամբ հետո կզբաղվեն արդեն մեր գիտնականները։ Մայա Գրիգորյանն ընդգծում է, գործակցում են աշխարհի 150 գրադարանի հետ, փորձելու են ընդլայնել կապերը։ Տարին նոր է սկսվել, անելիքները շատ են։ Յուրա Վահանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։